Ավելի քան քառորդ դար Հանրապետության կենտրոնական բանկի եւ առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրված Արքան Հայաստանի ազգային վճարային համակարգն է։ Ընկերությունը զարգացնում է երկրի վճարային ենթակառուցվածքը, ապահովելով անվտանգ, հուսալի եւ ժամանակակից վճարումների ու փոխանցումների հնարավորություններ։ Այդ առումով ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս խափանումներին եւ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է արդեն 2026 թվականի հասանելիությանը, կազմում է 99.999% սա պատահարներով, այսինքն 6 րոպե է եղել ընդամենը 6 ամիսների ընթացքում անհասանելիությունը, 6 րոպեն էլ դա մեր պլանային աշխատանքների ժամանակ համակարգի վերագործարկման, այսինքն այդ ռեստարտի միլիվայրկյանների հանրագումարն է, որ 6 ամսվա ընթացքում 6 րոպե է։ Իսկ արդեն ընդհանուր, որ գրել ենք 99.991%, դա պլանային աշխատանքները ներառված են, որը ընդհանուր 6 ամսվա տվյալով 49 րոպե է եղել։ Արքան միայն ազգային քարտային համակարգ չէ, այն հանդիսանում է պրոցեսինգային գործընկեր եւ տեխնիկական հարթակ միջազգային վճարային համակարգերի համար, այդ թվում Visa, Mastercard, American Express։ Դա նշանակում է, որ Հայաստանի բազմաթիվ բանկերի Visa եւ Mastercard քարտերի գործարքների զգալի մասը տեխնիկապես մշակվում է Արքայի միջոցով։ Մենք թողարկում ենք Արքա-քարտ, որը մրցակից է Visa քարտի։ Եվ ինչպես նշեցիք, քո բեյջերի մասով, որը համատեղ թողարկված փաղ է չինական ընկերության հետ, մենք թողարկվել են քարտերը, արդեն կմտնեն շրջանառության մեջ։ Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը, իսկ 2024 թվականին մեկնարկել է Arca Pay-ը, որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ։ Տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի եռամսյակի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի կցել եւ օգտագործել Arca քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին։ Արքան հաջողությամբ անցել է միջազգային ստանդարտների տարեկան աուդիտները եւ ստացել համապատասխանության սերտիֆիկատներ։ Այդ ստանդարտները սահմանում են քարտային տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման ամենախիստ պահանջները եւ ուղղված են քարտային խարդախությունների ու տվյալների արտահոսքի ռիսկերի նվազեցմանը։ Այսօր Արքան հանդիսանում է Հայաստանի վճարային ենթակառուցվածքի առանցքային մասնակիցներից մեկը, միավորելով վճարահաշվարկային համակարգի հիմնական մասնակիցներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։